Բայց գլուխս բավարար չեմ լինի դա ասեմ, որ հազարավոր ծերագործներ եմ տեսել։ Համեստորեն ուրեմն այդ փաստը ընդունենք։ Իմ տեսած Մարաշի ասեղնագործությունների մեջ ամենագեղեցիկ, ամենատպավորիչ գործը Սիրանուշ Մանուկյանի այս մահճակալի ծածկոցն է։ Ինքը ֆանտաստիկ գեղեցիկ գործ է եւ ես երբ որ այս գործին նայում եմ, ես ոչ թե նայում եմ որպես ձեռագործ, այլ նայում եմ որպես գեղարվեստական աշխատանք։ Եվ օրինակ Սիրանուշ Մանուկյանը այն պատմավոր տիկինը, եթե նկարչական կրթություն ստացած լիներ, ինքը կարող է Մինաս Ավետիսյանի պես նկարիչ լիներ։ Սրա արժեքը այդպիսին է, որովհետև ինքը ոչ միայն մեծագույն ճաշակով ընտրել է գույները, պահպանել է ավանդական հազարամյա կոմպոզիցիա, այլ նաև կարողացել է այնպիսի նուրբ լուծումներ գտնել, որ սովորական ուղղակի ավանդույթ փոխարինողը չէր ավ։ Եթե օրինակ տեսենք, ասես ասեմ, դիզայներական մտքի մասին է խոսքը, յուրաքանչյուր արվեստից, նկարչությունից կամ դիզայնից հասկացող մարդը գիտե, որ ստեղծագործությունը լավ կլինի, որ ինքը ունենա հիմնական երկու գույնի կազմված գույներ, ոչ թե 4 գույնի, հա։ Եվ օրինակ այս Սիրանուշ Մանուկյանը, որ ֆրանսիացիները երբ որ Մարաշը տվեցին քեմալականներին, գիշերով փախան ընդերից, այս կինը ոտաֆոբիկ ձյուների միջով մինչև Ադանա հասած կին է, որը հետո Ադանայում ամուսնացել է։ Այս կինը ուզում ասել է որևէ նախապատրաստվածություն չունեցող։ Ինքը հասկացել է, որ այս հրաշալի գույնը որ կա, սրա վրա պետք է լինի մի գերակշռող գույն։ Եվ այդ մի գերակշռող գույնը այս դեղնա ոսկեգույնն է։ Եվ եթե դուք նայեք, բազմաթիվ երանգներ կան, բայց դրանք բոլորը նույն վերնագրի տակ են։ Պարզ է, չէ՞, ինքը ձեռքի տակ ինչ գույներ չի բերել լցրել։ Ինքը այս բոլոր երանգները օգտագործել է, տեսնում եք տարբերությունները երևում են, բայց դա այդ ամբողջ ոսկեգույն գամմայի մեջ է, ուրեմն ինքը սա կառուցել է Բորդոյի եւ ոսկեգույն գամմայի համադրությամբ, բայց դա կարող էր անել ուրիշ ավանդույթ պահող կին, եւս ոչ միայն ինքը, իսկ ինքը կարողացել է որպես ոնց են մատանու վրա քարերը, ադամանտները շարում, չէ՞, ինքը այդ ձևով այս սև եւ բամբույթ զարդաձևերն է հավաքել, որը միանգամից ուրիշ հնչեղություն է տալիս։ Օրինակ, ես եթե համեմատելու լինեի, ասեի, որ սա բան է, կամ բազմաձայն երգեցողություն է, կամ էլ սիմֆոնիա է, որ ուրեմն յուրաքանչյուր գործիք իր հերթին սկսում է նվագել։ Այդ տեսակ մի հատ կառուցվածք է։ Հիմա էլ չեմ ասում, որ այս 4 անկյունների փաշանումները, կենտրոնական մահանը, այս կենտրոնական իրենք գյոբակ են ասում, հա, պորտի մասը, սրանք բոլորը մի կողմից ավանդական են, որովհետև 10-րդ դարեցեգող գրեթե բոլոր մահճակալի ծածկոցները այսպիսին են։ Ինքը սա արել է ուրեմն 25 թվականին իր իմիջիալոց զույգ են սրա, իր ամուսնության առիթով է արել։ Այսինքն ցեղասպանությունից հետո դրա համար եմ ասում, որ իրենց այդ սերնդին որ նայում ես, այդ մեծ ողբերգության ինչից որ անցել է, թվում է թե իրանց գեղագիտական մտածողության հետ աղետ տեղի չի ունեցել։ Իրանք այդ գիտելիքը, որ 1000 տարի Մարաշում գիտեցել են, փախել են, բայց այդ գիտելիքը բերել են Ադանա, Հալեբ, Բեյրութ, չգիտեմ Դամասկոս, եւ այդ բանով գիտելիքով շարունակել են անել։ Հետոյի սերունդը այլասերվում է։ Օդար միջավայրի մեջ, եվրոպական, թուրքական ժուրնալների ազդեցությամբ, բայց իրենը այդպես չէ։ Ես նաեւ մի հատ ուրիշ բաներ եմ ասում, որ օրինակ եթե ես պետություն լինեի, իմ պետության դրոշը սա կանեի։ Ես ինչի եմ այդ բոլորը ասում, ես թռուցիկ խոսեցի մի քիչ։ Եթե այս գործերին մենք մոդենում ենք որպես գավառական մի կնոջ գործ, մենք սխալվում ենք, սրա մեջ կուր համակարգ կա, այդ կուր համակարգը եթե մենք չենք տեսնում, մենք Մարաշի գործից չենք հասկանում, եթե նույնիսկ Մարաշի ասեղնագործության տեխնիկան սովորել ենք, մենք այդ համակարգը պետք է հասկանանք։ Մի հատ ուրիշ օրինակ վերեմ, եթե մենք Այվազովսկու նկարը գնայինք նայելու, տեսնենք թե ինքը ջուրը ինչպես է նկարել, եւ ասենք վախեց ինչ լավ է ես կնամ նկարեմ, չէր ստացվելու, չէ, ինչի, որովհետեւ Այվազովսկին այդ ջուրը ստացել է, որովհետեւ մի 6 տարի ակադեմիա է գնացել, ֆրանսիացի թաների ձեռքի տակ սովորել է, 1000 անգամ փորձել է, դրա համար այդպես լինում է, չէ։ Պարզ է, որ մենք չէինք համարձակվի իրեն կրկնել այդպես վարքյանական, ոչ թե չենք չէր ստացվում, նույնն էլ էստեղ է, եթե այս ձեռագործը աշխատողի
իմացությունները մենք չուզենանք հասկանալ, մենք համարժեք գործ չենք կարող անել։ Դրա համար էլ շատ հաճախ, երբ որ ընդհանուր ցուցահանդեսներ են լինում հին եւ նոր սերնդի աշխատողների, հիմնականում նոր սերնդի գործերը խեղճանում են հների մոտ։ Ինչի՞, որովհետեւ պետք է վերլուծել, անալիզել որպես գեղարվեստական առարգա, ինչպես որ ասենք գեղարվեստի գործերը մի որևէ գեղանկար Ինչ առաջ մինասին ենթադրենք, թե մինասի ջաջող նկարը մենք եթե ուզում ենք հասկանալ, մարդիկ հոդվածներ են գրել, չէ, հադորներ են գրել, որովհետեւ հասկանա։ Նույն ձևով սրանք պետք է հասկանա, որովհետեւ այդ դելինգի տերը մենք դառնանք եւ մենք եւս փորձենք համարժեք ծերագործներ ստեղծել։